Բարև ձեզ։ Ուրեմն Մարիամ ջան, նույնիսկ եթե աշխարհի ամենալավ բենզինն է ադրբեջանական բենզինը, միգուցե ես բան չեմ ասում, կարող է իրոք է լավ բենզին է, բայց խայտարակությունը Ադրբեջանից բենզին առնել է այսօր, որովհետև հələ մեր տղեկի արունը չի չորացել։ Բաքվի բանտում հենց հիմա դատվում են մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այսինքն խայտարակությունը իրանցից նույնիսկ եթե ես տնտեսական առումներով չեմ ասում, կարող է տնտեսական առումներով ձեռնտու է, չգիտեմ, չեմ ուսումնասիրել էլի այդ տնտեսական մասը դրա, որտեղ դա ինձ ընդհանրապես հետաքրքիր չի։ Այստեղ կարևորն է որ ումից է սառնում, բա ինքնասիրությունը լավ։ Այսինքն մարմնավաճառն էլ այդ իր մարմինն է վաճառում գումարաստան դրա դիմաց, միասի տնտեսականից խոսա այդ մարմնավաճառը։ Մարմնավաճառներին ամոթանք ենք, չէ՞ մենք տալիս։ Հիմա նա էլ ասի, գիտես ինչ կա, որ եթե աշխատեմ այսքան եմ փող առնելու, բայց տեղ այսքան եմ առնում։ Այսինքն մարմնավաճառը խոսա տնտեսական օգուտից ու դրանով արդարացնի իր գործունեությունը։ Նույնն էլ հիմա սա հələ մարմնավաճառը իր մարմինն է գոնե վաճառում։ Մենք մեր հոգին ենք վաճառում, մեր սկզբունքներն ենք վաճառում, մեր արժեքներն ենք վաճառում, եռաբլուրն ենք վաճառում։ Ես դեմ չեմ, որ հարաբերություններ հաստատվեն հարևան պետությունների, թեկուզ թշնամիների հետ, բայց արժանապատիվ հարաբերություն հաստատվի։ Հենց հիմա նորից եմ ասում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դատվում է Բաքվի բանտում, ու մենք իրանցից բենզին ենք առնում, մի հատ էլ խոսում ենք տնտեսական օգուտից։ Սա խայտարակություն է, սա կասեմ ես։ Դա ինձ չի հետաքրքրում ընդհանրապես, նույնիսկ եթե ամենալավ բենզինն է, ել եմ ասում, Թուրքից առնես։ Այնտեղ մարդիկ կան ասում են, անցած անգամ էլ ձեր մոտից խոսած, ասում են, բա ո՞նց եք թուրքական շորեր առնում հագնում։ Այո, 20 թվականի պատերազմից հետո ով թուրքական շորը առնում, ամոթ իրան։ Իսկ մինչև այդ ընդ կոմենտներում տեն մի գրմին ասում են, բախի մինչև այդ չէ, 1.5 միլիոն հայ են կոտորել 15 թվին։ Ճիշտ եք ասում, բայց 90-ական պատերազմներին մենք մեր վրեժը լուծեցինք, մեր արժանապատվությունը վերականգնեցինք։ Արդեն հանգիստ կարայինք գնայինք Թուրքիայի մել հանգստանայինք, որտեղ մենք հաղթացինք, մեր արժանապատվությունը վերականգնված էր։ Հանգիստ կարայինք թուրքական շորել առնենք, դա ուրիշ է։ Երբ որ արժանապատվությունը վերականգնում ես, կարաս թշնամու հետ հարաբերություններ ձևավորես, ինչ կա, թո ինքը մտածի դրա մասին։ Բայց արժանապատվությունը ոտնարված ու ամեն օր ալևը տերորում է մեզ, ամեն օր տերորում է մեզ։ Արցախի դրոշը ինքը sense հելավ կանգնեց ոտով տերորեց։ Ու դուք այդ մեկ ալևից բենզին եք առնում ու ուրախանում եք դրա համար։ Դա խայտարակությունն է, դա անինքնասիրությունն է։ Սա կասեմ, Մարիամ ջան ես։ Հիմա կանք միջայլոց տեսեք ինչ է ասում, Մոսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ, պատիվ ու լռի, եւ եթե հորդորում եմ լռել ծպտուն չանել, որովհետեւ ես դա իրենց գործունեություն արդյունքում հետևանքն է, որի պատասխանատվություն ամուսնությամբ նաեւ իրենց օժանդակությամբ կարվել է միայն մեր վրա։ Ինչ է ասեղի Մովսես Հակոբյանը, չեմ լսել, Մովսես Հակոբյանը կարգին գեներալ տղա է, հաղթած մարդ է, ապրեք, նա հաղթած գեներալ է, ես այդ գիտեմ իր մասին, իսկ այդ ինչ է ասել, որ Սուրեն Պապիկյանն էլ տենց հակադարձել է։ Այսինքն ինչ մի հատ նորից ասեք չլսեցել, ինչ ասում, մեր վրա գցեցին, ուզում ասի յանի պարտությունը իրանց մեղքն է։ Ուրեմն Մարիամ ջան, ամեն մի իշխանություն պատասխանատու է իր կառավարման տարիների համար։ Ռոբերտ Քոչարյանը մի հատ շատ լավ խոսք ունի։ Այդ խոսքը իրոք շատ եմ սիրում, ես ու միշտ ասում եմ։ Ու նաև սա շատ ժամանակ ասում եմ Ռոբերտ Քոչյանի որոշ աջակիցների, որ ավել պակաս խոսում են։ Այդ որոշ աջակիցներն էլ եմ Ռոբերտ Քոչյանի խոսքը մեջ բերում։ Որ ասում է, ինչ վիճակում են պետությունը ստացել ու ինչ վիճակում են պետությունը հանձնել։ Հիմա ցանկացած իշխանությունը, որ վերցնում է, պիտի նա ինչ վիճակով է վերցնել ու ինչ վիճակով է հանձնել։ Իր կառավարման տարիներին ինչ որ տեղի է ունենում, այդ դրա պատասխանատուն է ինքը։ 90-ական թվականներին մեր առաջի իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ կերտեցին անկախություն, ազատագրեցին Արցախը, ստեղծեցին հայկական պետություն, վերականգնեցին մեր արժանապատվությունը։ Դա իրանցն է։ Երկրորդ Ռոբերտ Քոչյանի կառավարման տարիներին
ունեցանք մեծ տնտեսական հաջողություններ, մեր բանակը էլի հզոր դիվանագիտության ոլորտում էլի հզոր, դա Ռոբերտ Քոչարյանի, մեկ էլ հանրապետական կուսակցությունի, որ այդ ժամանակ իշխող ուժը, իրանց հաջողություններ։ Սերժ Սարգսյանի օրոք արդեն բերեց դիվանագիտակը եւ արեց Սերժ Սարգսյանը։ Ապրիլյան պատերազմ հաղթեցինք։ Բերեց բանակցային փաթեթը Արցախի արդեն այն փուլներ հասցե, որ արդեն Արցախը կարելի ասել անկախանում էր։ Այ էդի Սերժ Սարգսյանի մեկ էլ հանրապետականի կառավարման տարիներն են։ Հիմա ինչ տեղ ունեցավ ձեր կառավարման օրոք։ Հանձնեցիք Արցախը, Հայաստանի տարածքներից հանձնեցիք, ոչնչացեցիք բանակը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր Բաքվի բանտում դատվում է, մեր արժանապատվությունը ոտնահարված է, 5000 տղու կոտորեցիք, հեռաբլուրը մեծացեցիք, էս էլ ձերն է, ձեր կառավարման ժամանակը եկե, ինչ եք ուզում գցեք ձեր արևի նախկինների գրպանը, չեք կարա։ Նախկինների ոչ ոք ձեզ չի խնդրել, չեն թողել նախկին իշխանությունները Հայաստանից փախել, դուք էլ ստիպված եկել եք այդ ծանր բեռը վեկալ եք, եկեք զորով զավթիք։ Բես ժամանակ որ զգուշացնի կազմին կարա, այս ճակատագրական պահին դուք չեք կարա պետություն պահեք, խի դուք եք պահել, մենք ենք պահել, խի դուք եք հաղթել, մենք ենք հաղթել, բա խիչը հաղթիք, խիչը պահիք։ Ցանկացած իշխանության կառավարման իշխանության այդ ժամանակաշրջանում ինչ էլ լինի լավն էլ վատն էլ այդ իշխանության պատասխանատվության այդ իշխանությանն է եւ հաղթանակը եւ պարտությունը եւ հաջողությունը եւ անհաջողությունը պատասխանատվությունն էլ այդ իշխանությանն է եկեք վերցիք 18 թվից այս կողմ ինչ որ կատարվել է դա սաղ ձեր վրա է ձեր խղճի վրա է ձեր մեղքի վրա ձեր սխալների արդյունքում է այս սա կասեմ ես Մարիամ ջան Ինչքան ուզում ասեն, դա ասելով չի։ Ասենք ինչքան ուզում իրանք ասեն, պատմությունը գրվում է փաստերով։ Կարող է այսօրվա իրանք զոմբիների համար մածուն ասեն սևա, հա սևա։ Ամեն մարդ ունի զոմբիներ։ Կամ մի հատ նեյտրալ մասա, որի մի մասին կարաք խաբեք, բայց պատմությանը չեք կարող խաբեք։ Դուք պատմության մեջ մտնել եք որպես կապիտուլյանտներ, ազգասպաններ, ցեղասպաններ, դավաճաններ, Թուրքիա առաջ կզածներ։ Իսկ նախկին իշխանությունները, ինչքան էլ մեկին սիրենք, մեկին չսիրենք, բոլորն էլ հաղթանակած, Թուրքին ծնկի բերած, պետություն կերտած, անկախություն կերտած, Արցախ ազատագրած, Թուրքի հողի վրա միզած, այո, միզած։ Իշխանություններ էին։ Այս սա է պատմությունը, վերջ, մնացած էլ ինչ ուզում եք ասեք, մնացած սա սուտի բաները։ Սա կասենք։ Մի հակադարձում Սուրեն Պապիկյանի։ Ես եկեղեցու մասին նույնը կասեմ, ամոթ մեր այդ հոգևորականներին, որ արդեն ակին հոգևորական անցել է իր կողմը, դա կասեմ, այդ մարդկանց տենց այդքան չեմ մեղադրում, մի մասը զոմբի, մի մասն էլ չնացեսի են հարցնա, որ ստիպված էպտի չգնան, եկեղեցու դեմ ստիպված էպտի չգնան, դա էլ է ամոթ, բայց ինչն եմ ուզում ասեմ, եթե մնաց այս իշխանությունը, վեհապարին կփոխեն բեսպրիձելավարի իրանք, եթե իշխանությունը մնաց, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, վեհապարին բեսպրիձելավարի փոխելու են։ Այսինքն հելնելու են հայտարարեն, որ վեհապարը Պողոս Պողոսյանն է։ Մենք էլ ասելու ենք, չէ, վեհապարը Գարեգինն է, իրանք ասելու են Պողոս Պողոսյանն է ու սենց լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ այս ԿՊ-ն իշխանությանը Նիկոլ Փաշինյանը իշխանությանը։ Բայց Նիկոլ Փաշինյանը մի հատ շատ կարևոր բանի կարացավ ասնի, որ կարացավ պարակտի եկեղեցին։ Տեսեք, հիմա մեր թեկուզ ընդդիմությունն էլ ինչ ասես ասում է Այն մնացած սրբազանների հասցեին, չէ։ Ինչ ասես ասում ենք, չէ։ Այսինքն մի մասին մենք ենք վարկաբեկում, մի մասին էլ Նիկոլենք են վարկաբեկում, իտոգում վարկաբեկվեց ամբողջ եկեղեցին։ Թեպետ ես ասում եմ եկեղեցին նաև մաքրվեց։ Նիկոլ Փաշինյանը էս իր քալով մաքրեց նաև եկեղեցին։ Բայց Մարիամ ջան, բայց ես ասեմ, ինչն եմ ուզում ասեմ, որ մեր այդ հոգևորականների միակ բան քայլը, որը որ ես դատապարտում եմ, դա այնա, որ իրանք կանգնեցին դավաճան Նիկոլ Փաշինյանի կապիտուլյան, ցեղասպան, ազգասպան, Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի կողքը։ Թե չէ մյուս բաներում, որ թեկուզ են 10 են, քանիս են մյուս սրբազանները, որ մեր ընդդիմադիրներից շատերը մեղադրում են, ասում են սիրուհիներ ունեն, մաֆիոզ են, բենթլի ունեն, չգիտեմ ինչ ունեն, sense բաներ, չէ։ Էդի դրանով գիտեք ինչ կա, դրանով մենք նմանվում ենք Նիկոլ Փաշինյանին։ Բա որ տենց էր, բա ժամանակի խիչ էիք ասում։ Հասկանում եք, բա խեք հենց իմ ասում։ Այսինքն դուք ցույց եք տալի, որ մեր եկեղեցին միշտ եղել է տես փչացած սրբած։ Չէ, ինչն եմ ուզում ասեմ։ Չի շփոթ
Այդ է դավաճանությունը։ Մնացածը ինչ են ասում, ասում են սիրուհիներ են ունեցել, մաֆիոզ են, զենք են ունեցել, ինչ են ասում այդ սրբազաններ վերաբերյալ։ Այդ սա ոչինչ, նորմալ է։ Ես դրա վրով ոչ մեկին բան չեմ ասել ու չեմ էլ ասի։ Ես իրանց մենակ այ ապրեք, եկեղեցին քանդելու համար եմ ես դատապարտում մենակ իրանց, այս թուրքերի ստրուկ, թուրքերի հպատակ իշխանությունների կողքը կանգնելու համար եմ մենակ դատապարտում իրանց, որ դավաճանեցին եկեղեցին, այ դրա համար, թե չէ մինչև այդ, ինչ էլ այդ որ արել են, որ հիմա մերոնք իրանց քննադատում են, նրանք Գարեգին երկրորդին ու այս մեր կողմի սրբազաններին ու հոգևորականներին են ինչ ասես ասում նիկոլականները մերոնք էլ նրանց են ինչ ասես ասում այդ ինչ ասես ասելը պետք չի ասել որովհետև այդ ինչ ասես ասելով մենք ցույց ենք տալի որ ժամանակի փաստորեն մեր եկեղեցին իրոք կեղտոտ եկեղեցի է եղել հա ես տենց չեմ ընդունում ես ասեմ իրանց միակ ապրեք всё վերջ էլ մնացածը Այ ապրեք, այ էտի պետք է ասեք, ոչ թե պետք է ասեք, գիտես ինչ կա, խես սիրած ունեցել ժամանակին, խես Bentley ունեցել ժամանակին, խես զենքով մանեկեց ժամանակին օրինակ։ Պետք է ասես լավ է, սարի հետ ունեցել ես, այդ իսկի չասեք, պետք է ասես ինչի ես կանգնել դավաճանի կողքը, դա է դավաճանությունը, всё։ Ես մենակ ես եմ ասում մեր սրբազաններին ու հոգևորականներին, ովքեր որ կանգնել են Նիկոլի կողքը։ Ասում եմ դավաճան եք դուք այդ դրա համար։ Մնացած ինչ արեք վախտին լավ եք արել։ Աստուծո չեմ լսել։ Կարող է մեղքերի թողությունն ա ուզում անի։ Ուխտեր թեին կազմակերպել, Սուգրիկովսավորիչ եկեղեցու շարժվեցի Սուրբան Աստվածածի եկեղեցի, այդտեղ բեմ էին հավաքել, կանգնել էր բեմի վրա եւ խոսում էր, որ մենակ չես Աստծուն էր ասում, ներողություն էր խնդրում, իբր հազարական ներողություն, ուղղակի իր բառն է, մեր վեհապար որն էի դեռ հերձված ասում է, որ քեզ թողնենք այդ հերձվածի հետ։ Արա ասա հերու մնացեք, դուք սատանա եք, դուք ինչ գործ ունեք Աստծու հետ, հասկանում եք, քու գործերով դուք պիտի Աստծուն մոտելնես, սաղ կյանքդ խաբեբայության վրա եք, սաղ իր գործունեությունը մի հատ խաբեբայության վրա, հələ մեր տղեկի արունը չի չորացել, Բաքվի բանտում մեր հայ, մարդիկ են ախպեր, մարդիկ դուք տրճիկ ես տալի, էդի Աստված ընդունում, հա, հո մենակ խոսքով չի ներողություն խնդրել, ներողություն ես խնդրում ապաշխարում ես, լավ ես անում, բայց գործունեությամբ էլ ապաշխարի, սա օրը տրճիկ ես տալի, հելնում ուրախանում եք, ցնծում եք, ապարել էլ Պարելերին անգամ ասեցի ստեղից։ Այդ ինչ ձև եք պարում, որ հələ մարդիկ հերաբլուրում հələ սքում են դու պարում ես սարա։ Այս երկրի տերը դու ես ու դու ասում ես ես Աստծուն եմ։ Դու Աստծուն, եթե Աստված ավելավա մենակ մնա, քան քո նմաններով շրջապատված լինի։ Եթե մենակա ուրեմն մենակ էլ թող Աստծուն, գործ չունես մի գնանդեմ ել Աստծուն մի, այդ քո կեղտդ մի տար մի կպցրա։ Սա սենց կասեն։ Հիմա թոշակառուների հետ կապված, տեսեք ինչ է ասում է բանը 10,000 դրամով բարձրացնենք, այդ դեռ անցած տարի էր, էլի ասում 10,000 դրամով բարձրացնենք, այս մարդիկ չեն իմանալու ինչ անեն։ Հիմա վերջերս կառավարության նիստի ժամանակ սենց է։ Ասա դու էլ 100,000 ավելցրա, 100,000 բարձրացրա։ 20,000-ը ավելացնում, մեկ այդ խնդիրները չեն լուծվելու, չեք ավելացնում։ Ու այս այդ մարդկանց նկատմամբ է, որոնց ձայների առյուծի բաժինը ի վերջո ինքը ստացել է։ Այսպես սովի արտերության մատնելով թոշակառուներին ինչ ունեք ասել։ Դե շատ լավ ինա դուք ասեք, դե թոշակը կտի պրծի, էլի ինչքան է տալի, մի 30-40,000 դրամ չեն տալի, այդ ի՞նչ է անի։ Կտի պրծի այդ մարդկանց, ոչ մի բան էլ մի տու։ Այ քեզ ասելու բան։ Ինչքան կարաս դի բարձրացնես թոշակը։ 10,000-ը ուժդ պատում 10,000 բարձրացա, 20,000-ը պատում պետության ուժը 20,000 բարձրացա։ Պրոբլեմ չլուծել է ո՞րն է։ Դե պրոբլեմ չի լուծում, լավ ես ասում, չի լուծում։ Սարքամի միլիոն դրամ դե։ Ինքը ասում է 10,000-ը պրոբլեմ չի լուծում, եկեք չբարձրացնենք, ես ասում եմ պրոբլեմ չի լուծում 100,000-ով բարձրացրա։ Կա, ասենք ոնց էլ ինչ որ մի պուճուր, ուրեմն ինչքան նեղ վիճակում են այդ մարդիկ, որ 10,000-ն էլ չէ իրանց համար, ինչքան թոշակ է ստանում սովորական թոշակառուն։ Երևի 40-30-40,000, չէ՞։ Չեմ էլ իմանում ինչքան է ստանում։ Ասենք այդ դրա մեջ 10,000-ը, եթե այդ 30-40-ի մեջ ինքը տեղավորվում է, 10,000-ը պատկերացնում եք իր համար ինչ մեծ գումար կլինի։ Սա կասեմ էլի։ 1000 դամով ես կամ թեկուզ 1000 դամով ավելս, էդի արդարացում, ապրավդանի ես, այդ էլ բռնում, յանեմ 10,000 դամ ինչ փող ու բարձրացնենք, այ քեզ ասելու բան։ Մի քիչ ձեր դղյակները որ քչացնեք, թոշակառուների այն իր ասած որ վախտին ասում էր, ջեբերդ մի հատ թափտած, թոշակառուների թոշակը լավ էլ կբարձանա։ Շրջապատի ջեբերը մի հատ թափտու, սաղը դարել է օլիգարխ։ Թոշակառուների թոշակն էլ կբարձանա, զովասների ընտանիքների խնդիրներն էլ ահագին կլուծվի։ Մի քիչ ձեր ջեբերը թափ տվեք։ Մեր օրյա նոր օլիգարխներ։
Թոշակառուները երևի տենց թոշակառու չլինի, որ մի հատ հարազատ երիտասարդի տարած սպանած չլինեին արդեն։ Հենց դա ամենամեծ բանն է։ Այդ թոշակառուներին զրկեցին, թոշակառուների մեծ մասը, Մարիամ ջան, Արցախով մեր հաղթանակներով հպարտացող ապրող մարդիկ էին։ Ու այդ մարդկանց զրկեցին Արցախից, զրկեցին մեր հաղթանակներից, զրկեցին մեր արժանապատվությունից, այն հələ մենք էլի գոնե տարիներ կա հələ դեմներս ասում ենք հələ այդ սաղ կգցենք տեղը։ Թոշակառուն արդեն մտածում է, վсё, կյանքս ապրի եկա այս վերջում ու սենց ավարտ։ Ես սա կասեմ։ Ես էլ ասենք այն բան կողմը էլի արժեքային առումով եմ ասում։ Տնտեսական առումով դե 10000 դրամները կադրում է ամոթ իրան։ Մյուս առումով սենց, ինչ ասեմ, ում համար է ինչ արել ես մեր ազգի մեջ, ում համար է ինքը ինչ արել, որ թոշակառուներին անի։ Սաղին մենակ վնասատվե, մահաբերե, պարտությունա բերե, մուտիտա բերել, արժանավոր մարդկանց վրով ինչ կարգի մուտիտներ ասես։ Դա էլ է շատ վատ, բան ու խոսում է Աստծուց։ Իրա ամեն ինչը շարանում գցում է սրաներա վրա։ Իրա սաղ մեղավորությունը գցում է, բաները հրապարակ էլ է ուրեմն։ Այս բանակցային փուլ, ասում է դե նայեք, խնդրեմ, նայեք տեսեք։ Դեն տուպոյ մարդոջը, ասենք ախուրանցի անուն կարթա բան չի հասկանա տեղից։ Նայել ասում է, դե Նիկոլը ճիշտ է։ Բայց կարդում ես տեն մեզ աղբեր ջան, ինչ ժառանգություն են թողեք ես։ Ինչ ժառանգությունա թողեք ես Սերժ Սարգսյանը բանակցային Ղարաբաղի փոթում։ Ղարաբաղ արդեն անկախ է։ Սաղի բաներն էլ բանակցացնել նայում ես, իդեալական բանակցել էին։ Դու բռնիր տվիր ու ասում ես իրանք են տվել։ Հասկանում եք այդ հենց դա մեղ գործել է։ Դու կան ասել փորձես արդարացնես քո սխալները, բայց երբ որ քո կեղտը գցում ես այն անմեղ մարդու վրա, դա ամենակեղտոտ մեղքն է, որի համար Աստծո պատիժը այո հասնում է, բոլորին ու ատենցներին հասնում է Աստծո պատիժը, երբ որ դու մի կեղտոտ բան անում ես, մի վատ բան անում ես, ու շարը գցում ես այն անմեղ մարդու վրա։ Դա ամենավատ մեղք գործելն է։ Սա կասեմ։ Եվ ձեր կոչը մենք իրոք այդ իրականության մեջ ենք վիճայլոց ես տեսա որ դուք եք նաև Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով դատականիստի Նարեկը ծայրահեղ քայլի է դիմել հացադուլ է իրականացնում եւ վերջինիս տեղափոխել են կարծեր խնդրեմ այս մասով հա այս կարծեր են տարել Նարեկին Նարեկին կարծեր են տեղափոխել այսինքն հացադուլի համար կարծեր Իհարկե, կեղտոտություն են արել, ազատություն են մաղթում Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին, Դավիթ Համբարձումյանին, մեր սրբազաններին, Սամվել Կարապետյանին, Վահագ Չախելյանին, մեր բոլոր քաղբանտարկյալներին ազատություն են մաղթում, իրանց կողքը իմ սաղ ուժն էլ Նարեկին, որ հաղթարի, սա մարդկանց ոչ մեկին թող չթվա, թե սա թուլությունից է արվում, ընդհակառակը, սա ուժեղ մարդու քայլ է հացադուլ անելը, հաջողություն եմ մաղթում ու իմ սաղ ուժն էլ Նարեկ Սամսոնյանին ու մեր բոլոր քաղբանտարկյալներին, իրանց ազատություն, կարսերում էլ լինի Նարեկը, Բերդում էլ լինեն, Կամերում էլ լինեն, որտեղ էլ լինեն, իրանք տղա են, իրանց տղատեսակը պահել են, մեր բոլոր քաղբանտարկյալներ այսօր նստած են իրանց տղատեսակի համար, իրանց հայրենասեր լինելու համար, իրանց հայ լինելու համար, Դավիթ Համբարձումյանը Ռուսաստանից եկավ գնաց նստեց, այսինքն ցույց տվեց որ տղա է, ցույց տվեց որ փախնող տղա չի, որ այս իշխանությունները երան էին տալի որ Դավիթ Համբարձումյանը չգա, որ ասեին փախավ, բայց Դավիթ Համբարձումյանը եկավ, չէ՞, ի տարբերություն շատերի, որ այսօր թռած աշխարհի տարբեր ծակերում մտած ավել պակաս խոսում են նաև Սերժ Սարգսյանի հասցեին աշխարհի տարբեր ծակերից նստած։ Ես դրանց ուզում եմ ասեմ, դուք Նիկոլի դեմից եք թռած։ Այդ տղեն Դավիթ Համբարձումյանը, դուք փախացեք Նիկոլի դեմից, նույնիսկ Նիկոլի դեմից եք փախած։ Այդ մկան ծակից ով էլ ասես կարա խոսա։ Իսկ տղեն Դավիթ Համբարձումյանն է, տղեն Նարեկ Սամսոնյանն է, տղեն Վազգեն Սաղաթելյանն է, տղեն մեր մնացած Վահագ Չախալյանն է, մեր մնացած բոլոր քաղբանտարկյալներն են, որ իրանց տղա տեսակի համար են այսօր նստած ու չեն ծնկում։ Իրանց ցավը տանում իմ սաղ ուժս իրանց, ազատություն իրանց կանգնած եմ իրանց կողքը։ Ու ուզում եմ ասեմ, այս տղեկը որ խոսան, Դավիթ Համբարձումյանը որ խոսա, աշխարհի տարբեր ծակերում թռածներ, ձեզ եմ ասում, դուք դի լռեք, որովհետև դուք թռած եք Նիկոլից, իսկ ինքը Նիկոլին կզծնում է ամեն օր, Դավիթ Համբարձումյանը, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Վահագ Չախալյանը, մեր սրբազանները ամեն օր Նիկոլին կզծնում են Բերդում։ Իրանք Բերդում նստած են, բայց ամեն օր կզծնում են Նիկոլին։ Որ Նիկոլն էլ իր ժողովրդավարական միակ բանը որ Նիկոլը ուներ, որ ինքը ժողովրդավար էր, համար էր ինքը, թե չէ որտեղ է ուրիշ աշկինգ, ինչով աշկինգ է, սաղ կյանքն է ոչ կռված տղա է, ոչ կարկին տղա է, ոչ մի առումով Նիկոլ Փաշինյանը չի երևացել։ Միակ
միակ բանը իրա որ եղել է, այդ որ եղել է ժողովրդավարության ոնց որ կարելի է սիմվոլ։ Այդտեղ էլ ինքը փչացավ, այսինքն տղեկը ես սրա մասն եմ ասել, ամեն օր բերդում գտնվելով փչացնում են ժողովրդավար Նիկոլ Փաշինյանին, սարքելով իրան բռնապետ։ Ու այդ տղեկը որ խոսան հանգարց, վաղը չեմ մյուս օրը կամ հենց այսօր, որևիցե մեկը իրանց հավասար չխոսակ։ Եթե Դավիթ Համբարձումյանը խոսա, Նարեկ Սամսոնյանը խոսա, դուք դի լռեք, մկանցակը մտածներ, որ դասերից խոսում եք։ Եղավ, որովհետև հենց այդ տղեկ եկեք ստեղ խոսացեք։ Տղեկ եկեք ստեղ խոսացեք, դե գնացեք նստեք։ Դուք չեկաք, չէ՞ թռած մնացիք, իսկ Դավոն եկավ գնաց նստեց։ Ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի զինակիցը, Սերժ Սարգսյանի սանը չի փախնում։ Այն էլ կապիտուլյանտի դեմից, հասկացաք, այսա կասեմ, ազատություն մեր բոլոր քաղ բանտարկյալներին, ազատությունը իմ սաղ ուժս իրանց, ազատություն ձեզ, ցավները տանեմ։ Շնորհակալություն։ Ներկայացու եւ մեկ հարց Հա, է, ուղղակի ես դրական կուզեք անդրադառնալ, Սալավյովի վերջին Հա, լսել եմ։ Տեսել եք արևմտամետները ինչ մեծ Ճիշտ ասած աղմուկին չեմ բանարել, մի ֆրագմենտ տեսա Սալավյովից, դե զգացի որ շուխուրը մեծ է։ Սալավյովը ասեց այն, ինչը որ ես այս քանի տարի անընդհատ ասում եմ, բազմիցս ասել եմ, մի 1000 անգամ ասել եմ, որ Ռուսաստանը վերականգնելու է նախկին խորհրդային միությունը։ Ուժով ով որ էլ չհամաձայնվի դրան, ով որ դեմը լի դրան, Ուկրաինայի օրնանգնելու։ Ուժով նույնիսկ Լիտվա, Լատվիա, Էստոնիան Ռուսաստանը վերցնելու, այսինքն նախկին խորհրդային միությունը Ռուսաստանը վերցնելու է։ Ուզեն չուզեն, այստեղից մի մարդիկ կարող է դնել իրենց դուխով տղուտեղ, հայրենասեր տղուտեղ։ Այ այտենց անելով դուք բերելու եք նրան, որ ռուսը ստեղ էլ բոմբի տանի։ Ու լավ որ բոմբի տանի տենամ գնալու եք, կռվեք, հանուն է ձեր ինքնիշխան Հայաստանի։ Նորից եմ ասում, 1000 անգամ սրա մասին ասել եմ, 1000 անգամ ու տարիներով ասել եմ, Սալավյովը նոր ասեց, ես մի 10 տարի, 20 տարի առաջվանից եմ ասում, որ Ռուսաստանը վերականգնելու է, իմ բոլոր հարցազրույցներում էլ ասել եմ, Ռուսաստանը վերականգնելու է նախկին խորհրդային միությունը։ Նույնիսկ Լիտվա, Լատվիա, Էստոնիա ռուսը վերցնելու ու ամենավերջում ուժով, առնակամլնելով, բայց վերցնելու ամենավերջում։ Ամենավերջում ով դիմադեց ընկնելու Ուկրաինայի օրը։ Ռուսը ոչնչացնելու է նաև պանթուրքիզմը, թե Իրան ներսի, թե Միջին Ասիայի, թե Կովկասի։ Պանթուրքիզմին էլ է ոչնչացնելու, որից որ մենք էլ պետքա փորձենք օգտվենք, մենք էլ մեր հարցերը լուծենք։ Ասածս ինչա, բայց ես էլ ասեմ, որ միշտ ասել եմ, որ միակ պետությունը նախկին խորհրդային միության հանրապետությունից, որը որ շանս ունի դեռևս մնա անկախ, դա Հայաստանի Հանրապետությունն է, որ այսինքն մենք կարանք նենց անենք մնանք անկախ, չմտնենք այդ սայուզի մեջ, մի տարբերակով, եթե երկրի ղեկին գա Սերժ Սարգսյանը, եթե երկրի ղեկին գա Սերժ Սարգսյանը, Հայաստանը կարող է մնա անկախ, բնականաբար լավ հարաբերություններ պահելով Ռուսաստանի հետ էլ ոնց որ այն ժամանակ կարա այդ իրա եւ իսկ մնացած դեպքերում եթե ճիշտ պահենք մեզ այդ սայուզի մեջ կունենանք լավ տեղ եթե վատ պահենք մեզ փորձենք պրոցիվ գնանք կոտորվենք այստեղ ավերակներ կլնեն ու այս տարածքը էլի կմտնի այդ սայուզի մեջ ու կարող արդեն թուրքերով բնակեցված կամ այլ ազգերով բնակեցված բայց որ նախքին սայուզը ռուսը վերականգնելու է դա 100%։ Ես էսել եմ ասել իմ հարցազրույցներում միշտ ասել եմ հլետի բոց էին սարքե որ ասում էի խոսացի ասեցի լսում ա չեմ էս Տրամպը ասի լսում ա չեմ էս Տրամպը ասի եթե Տրամպը ուզում ա հեգեմոն մնա հեգեմոն ամերիկան լի հեգեմոն ինքը պետք է լեզու գտնի Ռուսաստանի հետ որովհետև եթե ինքը ասեն շարունակի Բայդենի այդ երբ որ Տրամպը դարավ նախագահ այդ ժամանակ եմ ասել շարունակի Բայդենի գիծը միլիարդները տանելա Ուկրաինայում քցի ջուրը, բանկրոտի ենթարկվի, ռուսը առնակամլնելով հաղթելու է, Չինաստանն էլ դառնալու է հեգեմոն։ Իսկ Չինաստանի հեգեմոնը լինել արդեն սպառնալիք է ամբողջ աշխարհին, որովհետև չինացիք ինչքան էլ լավ ժողովուրդ են այսօր, վաղը չեմիսօրը կարող է հոգեբանությունը փոխվի, ասեն սաղ աշխարհը պիտի ենթարկվեն մեզ։ Իրանք էլ միլիարդ ու կես են։ Հələ պատկասեք հեգեմոն պետություն ամեն ցանկացած պետության մեջ մի քանի միլիոն մարդ էլ ղրկեն, այդ պետությունը գրավեցին ու այլ ազգերին կանան ճնշեն։ Դե համար պետք է հեգեմոն թող լինի ամերիկան, որ զբորնիկ պետություն է, բոլոր ազգերի ներկայացուցիչներն էլ այնտեղ կան։ Բայց ամերիկան հեգեմոն մի դեպքում կարող լինի, եթե պրոցիվ չգնա Ռուսաստանի հետ։ Դնեն աշխարհը կիսեն իրար մեջ։ Ռուսաստանի ուզածը որն է նախկին խորհրդային միությունը, էդի քեզ Ռուսիան մնացած աշխարհն էլ ինձ։ Ու միանան իրար ընդդեմ ոչ թե իրանք իրար միացած ընդդեմ Չինաստանի, որ Չինաստանը չդառնա հեգեմոն, որտեղ նորից եմ ասում, Չինաստանը Ռուսաստանի համար էլ է սպառնալիք։ Այն արանքնելով էլ մի 100 միլիոն մարդ որ կա լծվի Ռուսաստան, Ռուսաստանը կդառնա Չինաստան։ Ու տենց ամբողջ աշխարհը։ Իսկ Ամերիկայի հեգեմոններն բոլորին էլ ձեռատել դեպ Ամերիկան բոլորինն է։ Սաղ ազգերն էլ ունեն ներկայացուցիչներ։ Այսինքն զբորնիկ պետություն է։ Սա կասեմ։